Այսօր մենք կխոսենք այն վայրի մասին, որը շատերի մոտ խառը զգացմունքներ է առաջացնում։ Ակնածանք, վիշտ, երբեմն էլ թյուրիմացություն։ Գերեզմանատան մասին։ Մենք բոլորս գալիս ենք այստեղ, այցելելու մեր հարազատների գերեզմանները։ Մաքրում ենք տերևները, ծաղիկներ տնկում, մոմ վառում։ Բայց հոգու խորքում, հատկապես մտածող մարդկանց մոտ, հաճախ է ծագում հարցը. ինչու եմ ես այստեղ։ Ես հավատում եմ, որ իմ մերձավորի հոգին այստեղ չէ, այս հողի մեջ չէ, հոգին Աստծո մոտ է։ Այսպիսով, ում համար եմ ես բերում այս ծաղիկները, ում հետ եմ խոսում այս սառը քարի մոտ կանգնած։ Սա շատ ճիշտ եւ խորը հարց է։ Եթե չտանք ճիշտ քրիստոնեական պատասխան, մեր գերեզմանատան այցելությունները կարող են վերածվել կամ ձևական ծիսակարգի, կամ ավելի վատը հեթանոսական սնահավատության։ Այսօր մենք ձեզ հետ կքննարկենք գերեզման այցելության իսկական խոր իմաստը եւ խոստանում եմ, որ մեր զրույցից հետո դուք այս սուրբ վայրերին կնայեք բոլորովին այլ աչքերով։ Մարմինը ոչ թե աղբ է, այլ տաճար։ Սա քրիստոնեության գլխավոր ճշմարտությունն է։ Որպեսզի հասկանանք, թե ինչու ենք գալիս գերեզման, պետք է հասկանանք, թե ինչպես է քրիստոնեությունը վերաբերվում մարդկային մարմնին։ Ժամանակակից աշխարհը մարմնին վերաբերվում է շատ ուտիլիտար կերպով, քանի դեռ այն երիտասարդ եւ առողջ է, դա պաշտամունքի առարկա է։ Երբ ծերանում եւ մահանում է, դա պարզապես բիոլոգիական նյութ է, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ վերամշակել։ Բայց քրիստոնեությունը ասում է բոլորովին այլ բան՝ հեղափոխական։ Առաքյալ Պողոսն ուղղակիորեն հարցնում է մեզ. չգիտեք, որ ձեր մարմինները ձեր մեջ բնակվող Սուրբ Հոգու տաճարն են։ Միայն մտածեք դրա մասին։ Մեր մարմինը իր բոլոր ցավերով եւ թուլություններով հոգու բանդ չէ, դա տաճար է, որում ապրել է անմահ հոգին եւ որում բնակվել է ինքը Սուրբ Հոգին, որին մենք ստանում ենք մկրտության խորհրդում։ Դա անոթ է, որ սրբագործվել է Քրիստոսի մարմնի եւ արյան ընդունմամբ։ Հետևաբար, երբ գալիս ենք գերեզման, մենք գալիս ենք սրբության մոտ, այն տաճարի մնացորդների մոտ, որին այդքան սիրել ենք։ Մենք գալիս ենք այն վայր, որը սրբագործված է մեր մերձավորի կյանքով եւ նրա ապագա հարության հույսով։ Գերեզման այցելության 3 մեծ իմաստները։ Այսպիսով, ինչու ենք գալիս։ Մեր այցելությունն ունի 3 խոր չափում։ Առաջինը աղոթքի վայր է։ Այո, հոգին գերեզմանում չէ, հոգին Աստծո մոտ է, բայց հենց այստեղ մարմնի հանգստավայրում մեր աղոթքը ձեռք է բերում հատուկ ուժ եւ կենտրոնացում։ Ինչու՞, որովհետեւ այստեղ ամեն ինչ խոսում է մեզ հավերժության մասին։ Աշխարհի աղմուկը մնում է ցանկապատից դուրս։ Նայելով գերեզմանի խաչին մենք հիշում ենք Քրիստոսի զոհաբերությունը, որը հաղթեց մահվանը։ Մենք հիշում ենք մեր մերձավորի կյանքը, նրա ուրախություններն ու վշտերը, եւ մեր աղոթքը դառնում է ոչ ձևական, այլ շատ անձնական, կենթանի, սրտի խորքից ելնող։ Գերեզմանը մեռյալի հետ խոսելու վայր չէ, դա մեր աղոթքի աշխատասենյակն է բաց երկնքի տակ, որտեղ մենք դիմում ենք կենթանի Աստծուն, մեր մահացածի կենթանի հոգու համար բարեխոսությամբ։ Երկրորդը հիշատակի եւ սիրո վայր է։ Մեր սերը հանգուցյալների հանդեպ չպետք է լինի վերացական, այն պետք է արտահայտվի կոնկրետ գործերով, եւ գերեզմանի խնամքը դրանցից մեկն է։ Երբ մենք մաքրում ենք մոլախոտերը, ծաղիկներ տնկում, ցանկապատը ուղղում, դա պարզապես տարածքի մաքրում չէ։ Դա մեր մերձավորի մարմնի հանդեպ վերջին երկրային հոգատարության արարքն է։ Դա մեր շնորհակալությունն է այդ մարմնին, բոլոր գրկախառնությունների, ժպիտների, բոլոր այն սիրո համար, որ նա մեզ տվել է կյանքի ընթացքում։ Դա մեր վկայությունն է աշխարհին եւ մեզ, որ մենք չենք մոռացել, որ մեր սերը կենթանի է։ Երեխաներին եւ թոռներին տանել նախնիների գերեզմաններ, դա նշանակում է ոչ թե նրանց սովորեցնել թխրության, այլ շնորհակալության, հարգանքի իրենց արմատների հանդեպ եւ փոխանցել նրանց ընտանեկան հիշատակի էստաֆետը։ Երրորդը հարության հույսի վայր է, եւ սա թերևս ամենակարևորն է։ Քրիստոնյայի համար գերեզմանատունը ոչ թե փակուղի է, մենք չենք թաղում, այլ դնում ենք մեր մերձավորների մարմինները հողի մեջ, ինչպես սերմ։ Մենք դնում ենք նրանց քնելու մինչև որոշակի օր, մինչև ընդհանուր հարության օրը, երբ Քրիստոսի խոսքով բոլոր մեղյալները վեր կկենան իրենց գերեզմաններից, նոր փոխակերպված, անթառամ մարմիններով եւ կմիանան իրենց հոգիներին, հավիտենական կյանքի համար։ Հետևաբար յուրաքանչյուր գերեզմանատուն ապագա դարի սերմերով ցանված դաշտ է, եւ գալով այստեղ մենք խոստովանում ենք մեր գլխավոր հավատը, մեր գլխավոր հույսը, որ արտահայտված է հավատի խորհրդանիշում։ Սպասում եմ մեռելների հարությանը եւ գալիք դարի կյանքին։ Մենք գալիս ենք այստեղ ոչ թե անցյալի համար լաց լինելու, այլ լույսով նայելու ապագային։ Ինչ չի կարելի անել գերեզմանատանը։ Քանի որ եկել ենք սրբության մոտ, պետք է համապատասխան կերպով վարվենք։ Կատեգորիկորեն արգելված է կազմակերպել սեղան ալկոհոլով։ Սա հեթանոսական սովորություն է։ Մենք կարող ենք հիշատակել մահացածին սեղանով, բայց դա պետք է անել տանը կամ հատուկ վայրում։ Գերեզմանին միայն աղոթք։
Թողնել գերեզմանին սնունդ, ծխախոտ, օղու բաժակներ։ Մահացածին դա պետք չէ։ Հոգին սնվում է ոչ թե կոտլետներով, այլ աղոթքով։ Եթե ցանկանում եք բարիք անել նրա հիշատակին, տվեք այդ սնունդը գերեզմանատան դարպասի մոտ խեղճին։ Խոսել մահացածի հետ ինչպես կենդանիի հետ, պատմել նրան նորություններ։ Մենք խոսում ենք ոչ թե նրա հետ, այլ աղոթում Աստծուն նրա համար։ Հավատալ սնահավատություններին, որ չի կարելի հետ նայել, որ պետք է թողնել գնել եւ այլն։ Սա ամեն ինչ չարից է, մեզ շեղելու գլխավորից, աղոթքից։ Սիրելիներս, մի վախեցեք գերեզմանատներից։ Սրանք երկրի ամենախաղաղ եւ հանգիստ վայրերն են։ Եկեք այստեղ աղոթքով, շնորհակալությամբ եւ լուսավոր հույսով։ Եթե այս զրույցը օգնեց ձեզ նորովի նայել այս կարևոր ավանդույթին եւ բերեց մխիթարություն, խնդրում եմ դրեք լայք։ Օգնենք նաեւ մյուս մարդկանց ազատվել վախերից եւ սնահավատություններից։ Խնդրում եմ կիսվեք մեկնաբանություններում, թե ինչ զգացում եք ունենում, երբ գալիս եք ձեր մերձավորների գերեզմանը։ Ինչն է օգնում ձեզ հաղթահարել բաժանման ցավը եւ պահպանել լուսավոր հիշատակը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի շարունակենք միասին խորել հավատի, կյանքի եւ հավերժության ամենախոր հարցերի շուրջ։ Թող Տերն հանգիստ տա մեր բոլոր հանգուցյալ ազգականների հոգիներին եւ մեզ ամրացնի ընդհանուր հարության հույսով։ Ամեն։